Հարսնաձորի լեգենդը սերիալը հիմա հասել է մի փուլի, որտեղ յուրաքանչյուր նոր դրվագ բառացիորեն փոխում է ամբողջ պատմության տրամադրությունը։ Եթե սկզբում սերիալը կառուցված էր ընտանեկան հարաբերությունների, հին գաղտնիքների և մարդկային բարդ կապերի վրա, ապա հիմա այն վերածվել է մի հսկայական հուզական փոթորկի, որտեղ կյանքն ու մահը, սերն ու վրեժը, ընտանիքն ու դավաճանությունը խառնվել են իրար։ Սոնայի հետ կապված վերջին զարգացումները դարձան ամենահուզիչ և միաժամանակ ամենաանսպասելի շրջադարձերից մեկը։ Այն պահից, երբ նա հայտնվեց հիվանդանոցում սարքերին միացված, թվում էր նրա կյանքը բառացիորեն կախված է մի փոքր հույսից, բոլորը սպասում էին միայն մեկ բանի՝ արդյոք նա կկարողանա հաղթահարել այդ ծանր վիճակը։ Բայց սերիալը հերթական անգամ կարողացավ անակնկալ մատուցել։ Բժշկուհու խոսքերը ոչ միայն Սոնայի, այլ նաև հանդիսատեսի համար դարձան մեծ շոկ և միաժամանակ հույսի լույս, երբ նա ասում է, որ այսպիսի դեղերից հետո հրաշք է, որ հղիությունը պահպանվել է և վտանգ չի սպառնում։ Այդ պահը դառնում է ամբողջ սերիալի ամենազգացմունքային տեսարաներից մեկը։ Այս բացահայտումը միանգամից փոխում է ամեն ինչ։ Սոնան այլևս պարզապես տուժած աղջիկ չէ, ով պայքարում է իր կյանքի համար։ Նա հիմա մայր է, և հենց այս հանգամանքն է ամբողջ իրավիճակը դարձնում շատ ավելի բարդ ու խորքային։ Հղիության պահպանվելն իսկապես ներկայացվում է որպես հրաշք, հաշվի առնելով այն, ինչ դեղերի ազդեցության տակ էր հայտնվել։ Բժիշկների խոսքերը ցույց են տալիս, թե որքան վտանգավոր է եղել իրավիճակը։ Սա նաև հաստատում է, որ Սաքոն երկար ժամանակ իրական վտանգի մեջ է եղել։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենում Սոնայի ներսում։ Մինչ այդ նա կարող էր մտածել միայն իր մասին, իր հարաբերությունների, իր ցավերի մասին։ Հիմա նա պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև երեխայի համար, և այստեղ սկսվում է նրա ամենաբարդ ներքին պայքարը։ Աբոյի արձագանքը լիովին հասկանալի է։ Որպես հայր նա արդեն տեսել է, թե ինչպես է իր աղջիկը մահվան եզրին հայտնվել։ Նրա համար այլևս գոյություն չունի որևէ վստահություն Ադամյանների տան նկատմամբ։ Երբ նա ասում է Սոնային, որ պետք է իր հետ տուն գնա և այլևս երբեք չվերադառնա Ադամյանների տուն, դա ոչ միայն հոր հրահանգ է, այլ նաև խուճապի արտահայտություն։ Աբոն հիմա մտածում է միայն մեկ բանի մասին՝ փրկել իր աղջկան և երեխային։ Բայց հենց այստեղ է, որ սերիալը կրկին ցույց է տալիս իր ամենաուժեղ կողմը՝ մարդկային հարաբերությունների բարդությունը։ Իհարկե, այս պահին Աբոն դեռ չգիտի, որ Սոնան հղի է, և հավանաբար նա ասելու է, որ իր կրծքի տակ մեծանում է Վռամի երեխային։ Սա նշանակում է, որ Սոնան հայրական տուն գնալուց իր հետ տանելու է նաև Ադամյանների մի մասնիկը։ Արդյոք Սոնան կհամաձայնի հոր հետ, որովհետև որքան էլ վտանգավոր լինի իրավիճակը, նա չի կարող պարզապես լքել Վռամին։ Նրանց հարաբերությունները շատ ավելի խորն են, քան սովորական կապվածությունը։ Նրանք անցել են շատ դժվարությունների միջով, և հիմա, երբ Սոնան հղի է, այդ կապը դառնում է ավելի ուժեղ։ Հենց սա է պատմության ամենահետաքրքիր հարցերից մեկը՝ արդյոք սերը կդառնա ավելի կարևոր, քան անվտանգությունը։ Սոնան հիմա կանգնած է երկու ճանապարհների միջև։ Մի կողմից հայրն է, ով փորձում է պաշտպանել իրեն, մյուս կողմից Վռամն է, ումից նա չի ցանկանում հեռանալ։ Բայց ամենակարևորը երեխան է։ Եվ հենց այստեղ առաջանում է ամենածանր հարցը՝ արդյոք նա կվտանգի երեխայի կյանքը հանուն իր սիրո։ Սերիալը շատ նուրբ ձևով ցույց է տալիս, թե որքան դժվար է նման ընտրությունը, որովհետև Սոնայի համար Ադամյանների տունը միայն վտանգ չէ, այն նաև իր կյանքի, իր սիրո, իր ապագայի մի մասն է։ Միևնույն ժամանակ Արմոյի անհետացումը ավելի ու ավելի կասկածելի է դառնում։ Բոլորը նրան են փնտրում, իսկ նա կարծես անհետացել է։ Բայց մինչ այդ նա հասցրել է օֆիսում ամեն ինչ խառնել իրար։ Սա շատ կարևոր դետալ է, որովհետև ցույց է տալիս, որ Արմոն հեռացել է ոչ թե պատահաբար, այլ ինչ-որ ծրագրով։ Հնարավոր է նա փորձել է վերացնել ապացույցներ, հնարավոր է ֆինանսական խառնաշփոթ է ստեղծել, կամ գուցե նա պատրաստվում է վերջին ամենավտանգավոր քայլին։ Սերիալում նրա բացակայությունը հիմա ավելի սարսափելի է, քան ներկայությունը, որովհետև ոչ ոք չգիտի որտեղ է նա, ինչ է պատրաստվում անել։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ հիմա գրեթե բոլոր հերոսների ճակատագրերը կապված են իրար։ Սոնայի հղիությունը, Սաքոյի դեղերի պատմությունը, Աբոյի զայրույթը, Վռամի և Սոնայի հարաբերությունները, Արմոյի անհետացումը և ֆինանսական քաոսը՝ ամեն ինչ միավորվում է
մեկ կետի մեջ և թվում է սերիալը գնում է շատ մեծ ու զգացմունքային ավարտի։ Հնարավոր է առաջիկա սերիաներում տեսնենք, թե ինչպես է Սոնան պայքարում ոչ միայն իր սիրո, այլ նաև իր երեխայի ապագայի համար։ Հնարավոր է Բռամը կանգնի ընտրության առաջ՝ ընտանիք թե վտանգավոր միջավայր, և ամենակարևորը, հնարավոր է հենց երեխայի լուրը դառնա այն միակ բանը, որը կփոխի շատ մարդկանց վարքը։ «Հարսնաձորի լեգենդը» հիմա արդեն պարզապես սերիալ չէ, այն դարձել է պատմություն ընտրությունների մասին, ինչի համար է մարդը պատրաստ պայքարել, ինչ է պատրաստ զոհել և արդյոք սերը կարող է հաղթել այնպիսի խավարին, որը ներսից քանդում է բոլորին։